Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը հապկից աջակցություն չի ստանալու, ինչպես ժամանակին ստացավ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, հարգելի հեռուստադիտողներ, հունիսի 26-ին գիշերը 3-ից Մասիս Մելքոնյանը, դատավորը, ով Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցության նախկին անդամն է, որոշում կայացրեց, որով Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանին կալանավորեցին 2 ամիս ժամկետով։ Հարգելի հեռուստադիտողներ, ամենայն հարգանքով Սրբազանի նկատմամբ եկեք ինքներս մեզ հետ անկեղծ լինենք եւ արձանագրենք հետեւյալը, որ Սրբազան շարժման պիկը արդեն յետևում էր։ Այդ պիկը 2024 թվականի մայիս-հունիս ամիսներն էին եւ դրանից հետո նույն Բագրատ Սրբազանը ինքը փորձել էր վերակենդանացնել շարժումը, հիշում եք սեպտեմբերին եղան որոշակի գործողություններ, բայց այդ վերակենդանացման փորձը չառաջացրեց այն հետևանքները, որոնք կարող էին լինել իշխանությունների համար, եթե 24 թվականի մայիսի 9-ի գործընթացները հասցվեն տրամաբանական եզրահանգման եւ այստեղ տրամաբանական հարց է առաջանում, լավ, այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը ինչու է փորձում վերակենդանացնել Սրբազան շարժումը կամ ինչու է փորձում ինչ որ քաղաքական, իրավական գործընթաց սկսել Բագրատ Սրբազանի շուրջ։ Այս հարցի պատասխանելու համար մենք մի քանի օր ետ պետք է գնանք եւ նշենք հետեւյալը։ Հավանաբար Նիկոլ Փաշինյանի համար անսպասելի էր այն տեղեկատվական եւ քաղաքական արդյունքը, որը նա ստացավ Սամվել Կարապետյանին, բարերար գործարար Սամվել Կարապետյանին ձերբակալելուց հետո ակնհայտ են գործընթացները, որոնք այն ուղղությամբ են գնում, որ Սամվել Կարապետյանի շուրջ կարող է տեղի ունենալ համախմբում տեղեկատվական դաշտից մինչև քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներ, բիզնես էլիտայի ներկայացուցիչներ, իրենք կարող են համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջ եւ Նիկոլ Փաշինյանը օբյեկտիվ խնդիր ուներ որոշակի առումով այս տեղեկատվական ալիքը կոտրելու։ Անկեղծ նաև լինենք, նա կարողացավ այդ ալիքը կոտրել, բայց ընդամենը 1 օրով հունիսի 25-ին իհարկե ուշադրությունը կենտրոնացած էր հենց Բագրատ Սրբազանի եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների շուրջ, բայց արդեն հունիսի 26-ին Սամվել Կարապետյանը հերթական հայտարարությամբ հանդես եկավ, նրա պաշտպանական խումբը հերթական հայտարարությունը տարածեց, արդեն թվով 6-րդ հայտարարությունը, որտեղ խոսվում էր այն մասին, որ մեր հասարակությունը իշխանությունների գործողությունների արդյունքում տարանջատվել է, մասնատվել է, այդ պատմությունը բոլորդ էլ հիշում եք, սևերի, սպիտակների, նորերի, նախկինների եւ այլն եւ այդպես շարունակ եւ հերթական անգամ նշվեց հետեւյալը, որ պայքարը շարունակվելու է, այսինքն մենք պետք է արձանագրենք հետեւյալը, որ 1 օրով թեև Նիկոլ Փաշինյանը կարողացավ ստվերել Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցողը, բայց այնուամենայնիվ իրավիճակն այնպեսին է, որ Սամվել Կարապետյանը չի հրաժարվում պայքարից, Սամվել Կարապետյանը շարունակում է այն տեսակ հայտարարություններով հանդես գալ, որոնց տրամաբանական եզրափակումը պետք է լինի լուրջ քաղաքական հայտի վերաբերյալ հայտարարությամբ, ինչևէ սպասենք մոտակա զարգացումներին, դրանից հետո արդեն կկարողանանք որոշակի եզրահանգումների գալ, բայց մենք պետք է նշենք հետևյալը, հարգելի հեռուստադիտողներ, Նիկոլ Փաշինյանը իսկապես հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որ իր գրեթե ցանկացած նոր քայլ, որը նա կարողանա իրականացնել, իր իսկ դեմ է աշխատելու։ Տեսեք ինչի մասին է խոսքը, արդեն երկար ժամանակ է Փաշինյանը ամենագրեհիկ կերպով հարձակումներ իրականացնում հայ առաքելական եկեղեցու դեմ, բայց դա չի հանգեցնում նրան, որ Նիկոլ Փաշինյանի շուրջ հասարակությունը համախմբվի, իր աջակցության չափաբաժինը, աստիճանը դրանից չի փոխվում։ Սամվել Կարապետյանին, երբ որ նա կալանավորեց, հասարակության աջակցությունը այդ գործողությունների գրեթե հավասար էր 0-ի, ավելին մենք էլ արդեն հասցրեցինք սրա մասին խոսել, Սամվել Կարապետյանին ձերբակալելով Նիկոլ Փաշինյանը ստեղծեց քաղաքական մի իրավիճակ, երբ որ Կարապետյանի շուրջ սկսեցին համախմբվել տարբեր քաղաքական եւ բիզնես էլիտայի ներկայացուցիչներ, այսինքն Նիկոլ Փաշինյանը մի իրավիճակում է, երբ որ նա գրեթե ցայտնոտի մեջ է, այս ամենը հասկանում են նաեւ նրա գործընկերները Թուրքիայից։ Պետք է հասկանալ հետեւյալը, նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը իր վրա պարտավորություն է վերցնում այս կամ այն զիջումների գնալ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների համատեքստում, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում կա մի ֆունդամենտալ հարց. Արդյոք Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին կարող է վերընտրվել
Արդյոք Նիկոլ Փաշինյանը ունի այդ ռեսուրսը եւ արդյոք եթե այդ ռեսուրսը չկա, իմաստ կա որ Թուրքիան եւ Ադրբեջանը աշխարհակահաղական խաղադրույք կատարեն Նիկոլ Փաշինյանի վրա։ Սա ֆունդամենտալ խնդիր է, որը Նիկոլ Փաշինյանը պետք է փորձի լուծել, եթե նա հույսը դրել է հենց թուրքական կողմի աջակցության վրա։ Բայց խոսելով աշխարհակահաղական գործընթացների տրամաբանության մասին, եւս մի կարևոր երևույթ տեղի ունեցավ երեք, որի վրա ցավոք սրտի այդքան էլ մեծ ուշադրություն չդարձրեցին Հայաստանում քաղաքական եւ հասարակական գործունեությամբ զբաղվող անձինք, հարգելի հեռուստադիտողներ, պաշտոնական Մոսկվան եւ պաշտոնական Աստանան, Հայաստանի Հանրապետության գործընկերները հապկում Ռուսաստանը եւ Ղազախստանը հանդես եկան հայտարարությամբ եւ նշեցին, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, որը Նիկոլ Փաշինյանը փորձում է ներկայացնել որպես իշխանության զավթման փորձ, դա Հայաստանի ներքին գործն է։ Մենք կարող ենք վարկած առաջ քաշել, որ այս հայտարարությամբ Ռուսաստանից եւ Ղազախստանից նշեցին հետեւյալը, որ եթե Նիկոլ Փաշինյանը նույնաբովանդակ խնդիրներ ունենա, ինչպիսի խնդիրներ 2022 թվականի հունվար ամսին ունեցավ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, իրադարձություններ էին Ղազախստանում տեղի ունենում, որ եթե հապկը չխառնվեր, այնտեղ իրավիճակը կարող էր հասնել նրան, որ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարող էր կորցնել իշխանությունը։ Այսինքն մենք ունենք մի իրավիճակ, որ կարծես թե հապկից գալիս է հետևյալ ազդակը, որ անկախ նրանից թե Նիկոլ Փաշինյանը ինչ խնդիրներ է ունենալու, հապկ անդամ պետություններից ինքը աջակցություն չի ստանալու։ Ինչևէ ամփոփելով մեր այսօրվա զրույցը պետք է նշենք հետևյալը. Նիկոլ Փաշինյանը իսկապես ունի անհրաժեշտություն հասարակական, քաղաքական քննարկումները շեղել Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից, բայց դա կարծես թե չի ստացվում։ Ավելին, կրկին ասենք, դատելով Սամվել Կարապետյանի կողմից տարածվող հայտարարություններից, Սամվել Կարապետյանը ետ չի կանգնելու այն գործընթացից, որի մաս է նա կազմում։ Սամվել Կարապետյանի համար հենց Նիկոլ Փաշինյանն է բացել Հայաստանի քաղաքականության դուռը իր դեմ գործողություններ իրականացնելով, եւ Սամվել Կարապետյանը կարծես թե ետ չի կանգնելու այդ ամենից, եւ այստեղ կարևորը նաեւ այն է, որ այս բոլոր գործընթացների շրջանակներում հապկ անդամ պետությունից եւ առաջին հերթին Ռուսաստանից եղել է արդեն ազդակ առայն, որ Նիկոլ Փաշինյանը հապկից որևէ աջակցություն ակնկալել չի կարող։ Մտածեք այդ մասին։